Յուրաքանչյուրս ինչ-որ բան թաքցնում ենք, և այն ինչ դուք թաքցնում եք կազդի ձեր ապագայի վրա, ծածուկ մեղքն անպայման կվերածվի հրապարակային սկանդալի, իսկ Աստծո հետ հաղորդակցությունը ծածուկ սենյակում դուռ կբացի դեպի անհավանական ապագա։ Եթե ես ստիպված լինեի առանձնացնել ընդամենը մեկ գաղտնիք, որն օգնեց ինձ բեկում տեսնել իմ կյանքում, ընդ որում բազմիցս ապա կասեի, որ այդ գաղտնիքը հնազանդությունն էր Աստծուն։ Հիշում եմ, թե ինչպես մի օր նա ինձ դրդեց աղոթել ամեն օր դպրոցից հետո, երբ դեռ սովորում էի բարձր դասարաններում։ Ես երկուշաբթիից ուրբաթ օրական 20-ից 30 րոպե աղոթում էի, և դա փոխեց իմ կյանքը։ Ես ամենևին այնպիսի մարդ չէի, ով ուներ լուսավոր ապագա։ Ես ինքս էլ դրան չէի հավատում, բայց երբ որոշում կայացրեցի ամեն օր գալ ծածուկ սենյակ, դա ազդեց իմ ապագայի վրա։ Ես չէի պլանավորում քարոզել և մասնակցել ծառայությանը, բայց Աստծո հետ հաղորդակցությունը ծածուկ սենյակում դուռ բացեց ինձ համար դեպի անհավանական ապագա։